Ասում են էժան ավտո առեք, կարանք Զապարոժեց առնենք, բայց տարին 7 անգամ պետք է առնենք։ Ընդհակառակը ժողովրդի ասացվածն ասում, հələ ստանդարտ գոյություն ունի անվտանգության, էնի։ Վարչապետ Փաշինյանը այսպես խորհրդարանում արդարացնում էր բյուջեի հաշվին իրենց համար նոր մեքենաներ գնելը։ Հիմա լսենք առաջվա Փաշինյանին։ Կռուպնի գործ անող տղերքը բոլորիս աչքերի առաջ կառուցել են ահա այսպիսի չնաշխարհիկ պատավատապետություն։ Պարզվում է հիմա հասկացել են, որ ծառայողական մեքենան շատ պետքական բան է։ Ես պետք է խոստովանեմ, որ ելինք մեքենաներ ձեռք բերել, այդ թվում ինձ համար։ Այդ մեքենան նրա համար չի, որ ինձ տեղից տեղ տեղափոխի։ Այդ մեքենան իրականում նրա համար է, որ պետական պահպանության ծառայությունը իրականացնի օրենքով իր վրա դրած գործառույթները։ Առաջվա Փաշինյանը Դանիայի հետ էր ոտք գցում։ Փորձեցի պաշտոնապես պարզել, թե օրինակ Դանիայի խորհրդարանում քանի ծառայողական ավտոմեքենա կա։ Դանիայի խորհրդարանից մի պարտաճանաչ պաշտոնյա Ռիկե Տուբորգ ազգանունով պաշտոնապես պատասխան ուղարկեց, թե ուշադիր եղեք։ Դանիայի խորհրդարանում ծառայողական ավտոմեքենա ունի միայն խորհրդարանի խոսնակը, միայն խորհրդարանի խոսնակը։ Ես նրա նամակը կարդալիս աչքերիս չեմ հավատում։ Նորից եմ նամակ գրում, ասում եմ, այ հարգելի Ռիկե Տուբորգ, մի հատ խնդրում եմ սթափվեք, լրջացեք մի հատ, ասում եմ, մի հատ ձեռ եք առնում։ Հիմա դանիացի Ռիկե Տուբորգի ասածը հիշում են, բայց ուրիշ հետևություններ անում։ Հիմա Դանիայի մասին շնորհակալ եմ, որ հիշեցրեցիք, Դանիայի մասին, որովհետև ես ընդեղ նստած ասել եմ, Դանիայի ազգային ժողովից ինձ պատասխանել են, որ Դանիայի ազգային ժողովում կա մեկ ծառայողական մեքենա, բայց Դանիայում ով ա եղել վերջին անգամ։ Դանիա, որ գնում ես, փողոցում ավելի շատ հեծանիվ կա, քան ավտոմեքենա։ Բա հիմա էլ ընկել եք հեծանիվի հետևից։ Դանիայում ամեն հեծանիվ քշողի հետևից տասնյակ ՊՊՑ-ականներ կոստյումով ու փողկապով չեն տկնում պետական ռեսուրսների հաշվին։ Առաջվա Փաշինյանը քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ստիպում էր գործի գնալ գազելով։ Մի օր գազելների մեջ կռացած կամ կարտոշկա տեղափոխող գրուզավիկի նման ընթացող ավտոբուսով գործի գնացեք, ինչպես ամեն օր ուղարկում եք տարեցներին, դեռատի կանանց, աղջիկներին։ Վարչապետ դարձավ 6 տարի անց նոր զանգել է քաղաքապետին։ Երեք ես ձեր ելույթից հետո Երևանի քաղաքապետին գրեցի, ասի ես ժամանակին սենց բան եմ ասել տրանսպորտի վարչության պետի մասին։ Ինքն էլ ասեց, ես հա չգիտեր իմիջայլոց, որ ասել եմ տենց բան, եւ ասեց կարծում եմ, որ այո, ինքը չունի ծառայողական մեքենայի կարիք եւ ինքը չի ունենա ծառայողական մեքենա։ Առաջվա Փաշինյանը ծառայողական մեքենան շռայլություն էր համարում։ Լավ, մենք չափազանց առատաձեռն ենք։ 12 մշտական հանձնաժողովի նախագահները եւ նրանց տեղակալներն էլ ունենան։ Մենք դենց առատաձեռն ենք։ Լավ, աշխատակազմի ղեկավարն ու 3 տեղակալները ձեզ նվեր։ Բայց մենք ինձ բացատրեք, բայն մնացած 40-45 հոգին ովքեր են, որ Հայաստանի ժողովրդի հաշվին պետք է ծառայողական մեքենա ունենան։ Հիմա ուրիշ հարմար պատճառաբանություններ ունեն։ Օրինակ այն ժամանակ, երբ որ ես ասում եմ, չէ, մեքենա պետք չի առնել եւ այլն, նույն նկատառումներով, հետո բերում են իմ առաջ դնում են, ասում են, պարոն վարչապետ, մենք արդեն 30 միլիոն դրամ ծախսել ենք այս մեքենայի սպասարկման համար, որովհետեւ ամեն օր այս մեքենան փչանում է։ Այն ավտոմեքենան, որը որ սպասարկում էր վարչապետին, դա բավականին մեղմ ասած հին եւ շարքից դուրս ավտոմեքենա էր, որը որ դեռևս 5 եւ ավել տարի առաջ պետքա ուղղակի դուրս գրվեր։ Հիմա ասում են, բա աղքատ երկրում այդքան փող կտան մեքենա կառնեն։ Տենց ասացված կասում եմ, ես այդքան հարուստ չեմ, որ էժան ապրանք առնեմ, որ ամեն տարի փոխվի։ Առաջ նրանք մետրո էին նստում, հիմա լավագույն դեպքում շաբաթ-կիրակի։ Ինչու դուք էլ մետրոյով չեք երթևեկում կամ ամենայն դեպքում։ Էդի? Հա, չենք հանդիպել։ Ես շաբաթ-կիրակի։ Չեք նկարվել։
ես չեմ նկարվել երբեք։ Չբային Այդ ֆոտոն քաղաքացիներն են հա։ նկարել եւ հրապարակել։ Բա հիմա ինչ չեն հրապարակում, չենք տեսնում ինչ որ։ Չեմ կարող ասել։ Դիմենք առաջվա Փաշինյանին։ Ինչ կարող էին անել այսպիսի իշխանավորներին Դանիայում։ Դուք որ Դանիայում պաշտոնյա աշխատեիք ընենց, ոնց որ Հայաստանում եք աշխատում, դուք ոչ թե ամեն օր բռանի ռվնի լիմուզինով գործի կգնայիք, դուք ամեն օր պալասատի պիժամայով կգնայիք պրագուլկի, օրը 2 ժամ։